Բարի երեկո։ Ներքաղաքական զարգացումները հետզհետե ավելի ու ավելի հետաքրքիր միտումներ են դրսևորում։ Իսկ հետաքրքրության պիկն այս առումով իհարկե Բարգավաճ Հայաստանի այսօրվա հայտարարություններ առ այն, որ այդ կուսակցությունը կոալիցիային մաս չի կազմելու։ Ասել, թե տեղի ունեցածը ահավոր անսպասելի էր, իհարկե չի կարելի։ Հանգամանքը, որ Բարգավաճը 2007 թվականից հետո մաս կազմեց կոալիցիային եւ մինչեւ վերջին խորհրդարանական ընտրությունները առանց որևէ խնդրի իշխանության իրեն վերապահված մասներ իրացնում, հիմքեր տալիս էին պնդելու, որ այս անգամ նույնպես կոալիցիան կունենա նույն այն տեսքը, որն ուներ 2007-ից հետո։ Բայց կար նաեւ շատ կարեւոր մի հանգամանք։ Դա Հանրապետականի եւ Բարգավաճի, այսպես ձևակերպենք, ոչ այնքան գործընկերային փոխհարաբերություններն էին մայիսի 6-ին կայացած ընտրությունների նախընտրական փուլում։ Եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա այդ ոչ այնքան գործընկերային փոխհարաբերությունների հիմնական նախաձեռնող հենց Բարգավաճ Հայաստանն էր։ Եթե ուրիշ որևէ բանի մասին չխոսենք, ապա միայն Վարդան Օսկանյանի նախընտրական ժամանակաշրջանում ընտրությունների օրն ու դրանից հետո հնչեցրած հայտարարություններն արդեն իսկ բավարար են ասվածն ապացուցելու համար։ Իսկ իրադրությունը, երբ քաղաքական երկու ուժ, որոնք նախորդ տարիների ընթացքում գործընկերներ էին, իսկ հիմա դառնում են շատ սուր մրցակիցներ, որոշակի զարգացումներ այսպես թե այնպես ենթադրում են։ Այս առումով իհարկե ենթադրելի էր, որ կոալիցիայի կազմավորումը հարթ չի ընթանա, եւ բնական է, որ լիովին բացառել Բարգավաճի կոալիցիային մաս կազմելուց հրաժարվելու հավանականությունը չէր կարելի։ Եթե տեղի ունեցածին նայում ենք այս տեսանկյունից, ապա որոշ առումով ամեն ինչ օրինաչափ է։ Այլ խնդիր է, որ Բարգավաճի հայտարարության այն հատվածը, որտեղ նշվում է, թե կուսակցությունը կառավարություն ձևավորելու համար բավարար ձայներ չի հավաքել, ինչից բխեցվում է կառավարության ձևավորման process-ին չմասնակցելու որոշումը, որոշակի հարցականներ է առաջացնում։ Խնդիրը նրանում է, որ նախորդ 2007 թվականի ընտրություններից հետո նույնպես Բարգավաճ Հայաստանը միազնյա կերպով կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ ձայներ չէր հավաքել։ Այս առումով իրադրությունը նախորդ ընտրությունների հետ գրեթե նույնն է։ Բայց 2007-ին Բարգավաճը կոալիցիային մաս կազմեց, իսկ հիմա ոչ։ Հետևաբար, եթե երկու ընտրությունների արդյունքների առումով իրադրությունը համանման է, բայց մի դեպքում կոալիցիա ձևավորվում է, մյուսում ոչ, նշանակում է ինչ-որ բան է փոխվել, շատ կարևոր մի բան։ Իսկ թե կոնկրետ ինչն է փոխվել, մնում է ընդհանրապես կռահել, ինչը անկեղծ ասած բարդ բան էլ չէ։ Ֆորմալ առումով Հանրապետականը, ինչպես 2007-ին, այնպես էլ հիմա բացարձակ մեծամասնություն ունի խորհրդարանում, ինչը հնարավորություն է տալիս միազնյա կերպով կառավարություն ձևավորել ու երկիր ղեկավարել։ Դասական քաղաքականության առումով, ասենք եվրոպական երկրների օրինակներին աչքարաճ ունենալով, դա ըստ էության ամենապարզ տարբերակն է։ Այլ խնդիր է, որ իշխող ուժը այլ քաղաքական կառույցների նույնպես առաջարկում է սեփական մասնակցությունը բերել երկրի կառավարմանը, բնականաբար ստանձնելով նաև պատասխանատվությունը դրա համար։ Բայց կայացած խորհրդարանական ընտրություններն ապացուցեցին, որ քաղաքական այլ ուժերի կառավարությանը մաս կազմելու պատասխանատվության հարցում լրջագույն խնդիրներ կան, քանի որ ասենք կուսակցությունը, որը քաղաքական այլ ուժերի հետ մեկտեղ ստանձնում է երկրի կառավարումը, կառավարման ժամկետի ավարտից առաջ սկսում է շատ սուր կերպով քննադատել կառավարման այն արդյունքները, որոնք ստացվել են նաև իրենց շնորհիվ կամ արդյունքում։ Հետևաբար, եթե խնդրին նայես բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական կառույցի տեսանկյունից, ապա ինչ իմաստ ունի պատասխանատվություն կիսել որևէ այլ քաղաքական ուժի, եթե այդ ուժը պատասխանատվություն որպես այդպեսին չի ստանձնում։ Այս գործոնը Հանրապետականի բազմաթիվ անդամների համար, որքանով ես եմ տեղյակ, լուրջ քննարկման առարկա է եղել։ Հիմա ըստ էության նման խնդիր այլևս չի լինի, ու եթե Հանրապետականը կառավարության ձևավորման հարցում ներգրավի նաև օրինաց երկրին, այդուհանդերձ կստացվի, որ երկրի կառավարման գրեթե ամբողջ պատասխանատվությունը մեծ հաշվով արդեն ոչ թե տեսականորեն, ինչպես առաջ էր, այլ նաև գործնականում ընկնում է Հանրապետականի վրա։ Ըստ էության, մինչև հիմա էլ էր այդպես եւ մեզանում արկա խնդիրների համար մեծ հաշվով որևէ մեկը կոալիցիան մյուս երկու կուսակցություններին չէր մեղադրում։ Այս առումով իրադրությունը Բարգավաճի հայտարարությունից հետո իմ խորին համոզմամբ առավել հստակ է դառնում պարզ ու քաղաքականապես օրինաչափ։ Կա մեծամասնություն ձևավորած ուժ, որը կստանձնի կառավարման պատասխանատվությունը եւ կան քաղաքական մրցակիցներ։ Ֆորմալ առումով ամեն ինչ ճիշտ է ու գրագետ։ Իհարկե որոշ բարգավաճականներ դեպրեսիայի մեջ կընկնեն, քանի որ նախարարական ու փոխնախարարական, մարզպետական եւ այլ ախորժակներ ունեին, բայց դա մեծ քաղաքականության մեջ քնարական փոքրիկ զեղումների շարքից է։ Կարևորը առողջ եղեք։